Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, այսօր նորից ուղիղ եթեր ենք, ունենք շատ հետաքրքիր, չեմ ուզում ասել հույր, որտեղ նա հույր չի, նա մի շատ հարազատ մարդ է, Արամ Մկրտչյանը, որը շատ հետաքրքիր թեմա է ուզում կիսվել մեր բոլորի հետ, եւ ես ուզում եմ, որ մի քանի վայրկյանից կմիանա երևի մեր Արամը։ Ես ուզում եմ, որ խոսենք այսօրվա իրավիճակից, թե ինչ է կատարվել, այստեղ սիրելի հայրենակիցներ կարող է մի քիչ բարձր ձեներ sense լինի, որտեղ ես մի ուրիշ տեղում եմ գտնվում, ու հիմա հնարավոր է, որ մի քիչ շում բարձր լինի, դրա համար ես ներողություն եմ խնդրում, բայց կարևորը միանանք մեր Արամ աղբոր հետ։ Արամ ջան, ես քեզ վերցրեցի, փորձենք Արամ աղբերը, Արամ ջան, բարի երեկո եղբայր։ Հարգանքներս բարի երեկո։ Ոնց հասկացանք կամերաները ցույց չի տալի, որ ես քեզ տեսնեմ, դու ինձ չես տեսնում, չէ՞ երևի։ Իրար չենք տեսնում, բայց ես նայում եմ կոմպյուտերով, ես կոմպյուտերով քեզ տեսնում եմ։ Հեռախոսով չեմ տեսնում։ Կարևորը որ խոսքը հասանելի լինի մեր հայրենակիցներին, Արամ ջան, բարի երեկո։ Ես մի փոքր ներկայացի, որտեղ կան մարդիկ, որ նոր են, չգիտեն Արամ Մկրտչյանը ով է, ես ուզում եմ, որ մի հատ կարճ ներկայանաս, եղբայր, հետո նոր սկսենք կարևոր թեմաները մեր հայրենակիցների համար։ Սիրով, Արամ Մկրտչյան, ապրում եմ Գերմանիայում, Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության հիմնադիր, գործող վարչապետ, համայնքական սենատի համահիմնադիր, զբաղված ենք հայ ժողովրդի հավաքական իրավունքների վերականգնման խնդիրներով, գերնպատակը արդյունքում ունենալ երկու այնպիսի կառույց, որոնք իրար լրացնելով կարող են հնարավորություն տալ բոլոր հայերին միասնաբար վերականգնելու իրենց տարածքային եւ պետական իրավունքները։ Սրանք հիմնախնդիրներն են մեր։ Խնդրեմ։ Բարձրանալի է։ Արամ ջան, մինչև անցնենք բուն թեմային, ես գիտեմ, որ դու հետևում ես մեր հայրենակիցների խնդիրներում, թե սպայն ինչ է Հայաստանում կատարում, ես ուզում եմ երկու բառով քո կարծիքը Սերոբ Գասպարյանի այս դատավարությունը, այն ինչ որ կատարվեց, քո կարծիքը ինչպես է դու այդ ամեն ինչը տեսնում, մանավանդ հրամանատարին, հերոսի եղբայրը, գործող հրամանատար, որ լինելով այսպայն հրամանատար եւ իր տղաները լինելով սահմանին եւ այս խայտարակ դատավարությունները, քո կարծիքը եղբայր։ Ես շատ ցավում եմ նման իրավիճակի համար, Սերոբ հետ մենք հանդիպեցինք Համբուրգում անցյալ տարի, եթե չեմ սխալվում, փետրվար ամսին, կամ հունվարներ կամ փետրվարներ մենք հանդիպեցինք, երկար զրուցել ենք ընդհանուր խնդիրների հետ կապված, իր տեսակետները, իր մոտեցումները ես կիսում եմ, պարզապես կա մի տարբերություն, երբ որ ռազմական գործիչը ինքը մտածում է ռազմական կատեգորիաներով եւ ինքը տեսնում է այն ինչ որ ես չեմ տեսնում եւ ես որպես քաղաքական տարածքում մտածող գործող մարդ ես տեսնում եմ այն ինչ որ ինքը չի տեսնում եւ ես մեր հանդիպան ժամանակ փորձեցի լրացնել այդ բացը եւ ասի որ կարիք չկա գնալ գործողությունների մի ճանապարհով, որի վերջը մենք գիտենք յուրաքանչյուրս, որտեղ իշխանություններն այդպես են գործում եւ իրենք երբեք թույլ չեն տալու, որ Սերոբի նման ազնվազարմ հայը կարողանա վերցնի լծակներ եւ որոշակի փոփոխություններ բերի։ Դա բացառվում է։ Ես իհարկե շատ ափսոսում եմ, դատական process-ը խայտառակությունն է, նույնիսկ չի էլ կարելի դրան մոտենալ այդ դատական խնդրին։ Դա խայտառակություն, ես լսել եմ լայվով, նայել եմ, թե դատական process-ը ինչպես էր գնում եւ ինչ էին քննարկում, ինչ էր ասվում, ինձ համար իրավաբանական կամ իրավաբանության մեջ նման դատավարություն չի կարող տեղի ունենալ։ Պարզապես չի կարող։ Ինչ համար ես շատ ափսոսում եմ եւ վերջինը ես Սերոբին ցանկանում եմ կամք, Սերոբին կանգնել մինչև վերջ եւ ինքը իր ամբողջ կատարած անցած կյանքով, ներկայով եւ իր ապագայով ինքը այն հայ տղամարդու տեսակն է, որը որ
կարող է հայ ժողովրդին հանել այս վիճակից իր գործողությունների միջոցով։ Իհարկե քաղաքական բլոկի միասնաբար, որտեղ միայն ռազմական գործողություններով հնարավոր չի։ Այսքանը թերևս։ Շնորհակալություն Արամ ջան, շնորհակալություն ճիշտ խոսքերի համար։ Այն ինչ որ մենք տեսնում ենք, այս 2 օրը արդեն կատարվում է, որ համաձայնություններ, խաղաղություններ չագերտավոր, այն ինչի մասին, որ այսօր բարձրացնում է Նիկոլ Փաշուղլին, այն ինչի մասին, որ բարձրացնում է այսօր մեդիա դաշտը, որ խաղաղության պայմանագիրը կնքվելու, ուզում եմ հասկանամ ինչ խաղաղություն եւ ինչի դիմաց քո կարծիքը։ Մեծ հաշվով խոսքը վերաբերում է ոչ թե խաղաղությանը, այլ ժամանակավոր դադարի։ Երկրորդ մասով, երբ խոսում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքականության մասին, ցավալիորեն պետք է նշենք, որ 30 տարիների ընթացքում իրար փոխանցելով իշխանությունը, իրար չփոխանցեցին լուծումներ, փոխանցեցին իրար միայն խնդիրներ։ Յուրաքանչյուր հաջորդին փոխանցեց խնդիրներ եւ վերջինը փաստացիորեն իր շուրջ չհամախմբեց երեքին, որպեսզի կարողանան լուծումներ բերեն, այլ ինքը հանրային հայտարարեց զրոյական կետից ունեցանք այս խայտառակությունը։ Ես կարծում եմ, որ մենք գործ ունենք ժամանակավոր ռազմադադարի հետ, որը պայմանական կողմերն ասում են խաղաղության պայմանագիր։ Դա ինչքան կտևի չգիտեմ, բայց ես ուզում եմ հասկանամ ինչ դադար, եթե Ադրբեջանը այսօր իր ասելով չագերտավոր ու այս վախեցած գլխավոր հրամանատարը նա ունի այսօր այդ շանսերը, ինչի համար պետք է համաձայնության կան ժամանակավորը, ինչին ժամանակավոր ուզում եմ հասկանամ։ Թուրքիան որպես ամենախոշոր խաղացող, Թուրքիան ինքն է կարգավորում Ադրբեջանի քայլերը։ Ադրբեջանը չի որոշում է ինչպիսի պայմանագիր կամ ինչպիսի պայմաններում ստորագրի, մի քանի անգամ Ալիևը փորձեց սահմանները անցնել, իր պատկերացրած սահմանները, Էրդողան իրեն կանգնեցրեց ոչ թե Հայաստանի սահմանը, այլ Էրդողան Ալիև հարաբերությունների սահմանը Էրդողանը փորձում էր անցնել, Էրդողան իրեն կանգնեցրեց այլ լակոտ, նստի տեղը, Արցախը ես եմ վերցրել, դու չես վերցրել։ Ուրեմն այս խնդիրը կա եւ բայց ինչի Թուրքիան դարշե չթողեց, չէ՞ որ նրանց նպատակն է բնաջնջել վերջնական Հայաստանը։ Ինչը պահեց, որ Էրդողան ասեց, լավ, ես վերցնեմ Արցախը, բայց հələ չմտնես այնտեղ, որտեղ որ հələ պետք չի։ Ինչի համար։ Շատ պարզ է։ Այդ ամենը շատ պարզ է։ Ուրեմն Թուրքիան վարում է մի քաղաքականություն, որը նշանակում է այդ նարկոտիկ օգտագործողներ դա շատ լավ գիտեն։ Մի դոզան թեթևակի օգտագործում, երկրորդ մի հատ դոզա, երրորդից հետո արդեն դոզան ընդունողը իր համար սովորական է դառնում այդ ամեն ինչը։ Էրդողանը մեզ սովորացնում է վտանգին, սովորացնում է, որ մենք ձեզ ոչնչացնելու ենք։ Ինքը պարզապես սովորացնում է եւ ասում ձեզ կոչնչացնենք կամ Ադրբեջանի միջոցով կամ տարբեր տերորիստների, բայց մենք ձեզ ոչնչացնելու ենք, պատրաստ եղեք։ Ուզում եք թողեք գնացեք այդ տարածքից։ Այսքան Պարզ է։ Արամ ջան, ես մի քանի եթերներ արդեն խոսում եմ մի գրքից, որի հեղինակը դու ես, եթե չեմ սխալվում, այս ամեն ինչի այս հեղինակը դու ես։ Ես ուզում եմ մի հատ այս գրքի, սիրելի հայրենակիցը շատ հետաքրքիր, ես արդեն փորձում եմ կարդալ այս գիրքը, ստեղ կան քարտեզներ, ստեղ կան այս գրքի մեջ հատուկ սերտիֆիկատներ։ Ես ուզում եմ խոսենք նախ այս գրքի այս իրավունքի մասին, արդյոք այս ամեն ինչն ինչ որ հիմա կա, այս ամեն ինչ իրավունքով գոյություն ունի եւ որտեղ է, եւ հետո եթե ինչ որ մեկը հասանելի կուզենա այս գիրքը իրականում իր ձեռքում լինի, դիմեք ինձ եւ ես կասեմ որտեղից կլինի հասանելի, շատ հետաքրքիր գիրք է։ Ուղղակի ես ուզում եմ մի հատ այս գրքի Արամ ջան իրավունքները, արդյոք այս գիրքը ուղղակի գիրք է, որ եղել է եւ պրծել է, թե այս գիրքը հիմա օրինական այն ինչ որ գրված է սերտիֆիկատներով, դոկումենտները, այն ինչ որ ստորագրված է, արդյոք սա գործող իրավունք է։ Խնդրում եմ մի երկու բան հենց այս գրքից ասպայն, որ մեր հայրենակիցները մատ տեսնեն։ Ես էլ ցույց տամ թող տեսնեն։
Ցույց տվեք արաբջան։ Մենք երկուսով ցույց ենք տալիս։ Ես անչափ շնորհակալ եմ քեզ, որ մենք կարող ենք ազգային կարևորագույն խնդիրների մասին խոսել միասին։ Նախ գրքի պատմությունը շատ հակիրճ կարճ ասեմ, որ ինքը լինի բոլորի համար հասկանալի։ 2017 թվականից երբ ձևավորեցինք համայնքական սենատը կամ վերնախորհուրդը, նպատակ կար ունենալ պետության փաստաթղթերը։ Առանց պետության փաստաթղթերի դու չես կարող իրավական դաշտում գործողություններ իրականացնել, քանի որ չունես փաստաթուղթ, այսինքն ծննդյան վկայական չունես, դու անհայտ ես, թե դու ով ես։ Որպեսզի հայտնի լինես, պետք է ունենաս փաստաթղթեր։ Իսկ որպեսզի ունենաս փաստաթղթեր, պետք է դիմես արխիվին, եւ արխիվը հարգի քո դիմումը եւ քեզ տա փաստաթղթեր։ Փաստաթղթերը բաժանում են 3 մասի՝ գաղտնի փաստաթղթեր, հասանելի փաստաթղթեր, բայց արխիվի տիրոջը եւ բաց փաստաթղթեր ուսումնասիրությունների համար։ Հիմա այս փաստաթղթերը գտնվում են տիրոջ տարածքում, այսինքն կարող է ստանալ միայն նա, ով այս փաստաթղթերի տերն է, այսինքն Հայաստանի Հանրապետություն։ Այլ մարդկանց փաստաթղթերը չեն տրամադրում։ Եվ ինձ այդպես էլ պատասխանել են, դուք Հայաստանի Հանրապետությունը չեք ներկայացնում, հետևաբար փաստաթղթերը դուք չեք կարող ստանալ։ Ես իրենց ներկայացել եմ խնդիր, որ Հայաստանի Հանրապետության հիմնադիրներից մեկը ես եմ, եթե դուք ես մոտ միկրոֆոնը փակես, ձայները չի լսվի բանի մեջ։ Արամ, Դուք մոտ միկրոֆոնը որ բացես, քո մոտի աղմուկը չենք լսի։ Okay, հիմա փորձել, ուղղակի ստեղ աշխատողն է մոտեցել, լավ, ստեղ ուղղակի բան է սարքում շուտ բան։ Լավ, հիմա լսում է, նորմալ է։ Նորմալ։ Ուրեմն ես նորից երկրորդ անգամ դիմել եմ Հայաստանի Հանրապետության ներողություն, դիմել եմ Ժնև ՄԱԿ-ի արխիվ, խնդրել եմ նորից ինձ տրամադրել Հայաստանի Հանրապետության փաստաթղթերը, հիմնավորել եմ եւ այդ հիմնավորման համար ներկայացնել եմ փաստաթղթեր, համահայկական սենատն է դիմում։ Եվ իրանք հարգել են համահայկական սենատի դիմումը եւ ամբողջ փաստաթղթերը 2500 էջ փաստաթղթերի պատճենները փոխանցել են ինձ հրատարակման համար։ Եվ եւս մեկ անգամ ես պատե առիթն օգտագործելով շնորհակալություն եմ հայտնում Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին, ով ինձ հետ միասին կամ իր բարի ցանկությունների մասնակցությամբ մենք կարողացանք գիրքը ակադեմիայում հրատարակել եւ դնել իրավաքաղաքական շրջանառության մեջ։ Սա գրքի պատմությունը, թե ինչպես հայտնվեց փաստաթղթերը մեր տրամադրության տակ։ Սա պետք է աներ Հայաստանի Հանրապետությունը, ոչ թե ես։ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարը պետք է դիմեր, ստանալ փաստաթղթերը եւ կազմել այս գիրքը։ Բայց չի արել, ես դիմեցի 2.5 տարի է տևել, որ իրենք փաստաթղթերը փոխանցել են ինձ։ Այդպես արագ եմ ասում, բայց այդ ամբողջ գործընթացը տևեց 2 տարի, 2 տարի հետո նորից փաստաթղթերը ստացել են։ Պաշտոնապես փոխանցել են ինձ Հայաստանի Հանրապետության արխիվը 2600 էջ հրատարակման համար, որը ես արել եմ 360 էջ փաստաթուղթ հրատարակված են, սրանք օրիգինալներն են։ Դե հիմա խոսքը փոխանցեմ քեզ, դու հարց տուր կամ ասա, ես ներկայացնեմ։ Արամ ջան, հիմա ուզում եմ հասկանալ, եթե այս ամեն լսում ես ինձ։ Այո։ Ես ուզում եմ հասկանամ, դու արել ես մի օրինական գործ, որ այսօր այդ փաստաթղթերը գործող են, այսօր եթե այս փաստաթղթերը գործող են, ու այս ամեն ինչ երբ որ կարդում ես, այնտեղ մենք ունենք շատ իրավական կարևոր եզրույթներ, որ այսօր մենք կարող ենք Հայաստանից դուրս աշխարհով մեկ կարողանանք իրավական ձևով ներկայացնել, ոնց է, որ այսօր Հայաստանի, երբ որ դու ուզել ես թղթերը քեզ ասեն դու պետությունը չես, այ դու անհատ ես, այսօր ինչի համար 4-ը 3 նախագահ վարչապետ, բայց չէ որ նրանց մեջ եղել են կադրեր, որը որ գիտեին սրա մասին եւ չէին ասում, լսի, ինչի համար էսի չենք մենք օգտագործում, որովհետեւ այս թղթերը ուժ ունեն, իրանք իրավական ուժ ունեն, լավ, այդ 2-3 հոգի ոնց կարողացան այս ամեն ինչը կանգնացնել եւ չմոտենալ այս դոկումենտներին, այս թղթերին։ Ես պատասխան չունեմ, թե ինչու իրանք չեն գնացել այդ փաստաթղթերը, ես ունեմ կարծիք, իմ կարծիքը, թե ինչու չեն արել։ Կարծիքի ձևով հետեւյալն է, ուրեմն առաջին նախագահան ստացել էր ինստրուկտաժ դառնալ
խորհրդային Հայաստանի իրավահաջորդ, հետևաբար առաջին հանրապետության իրավահաջորդությունը պետք չէր։ Երկրորդ նախագահ ստանձնել էր առաջին հանրապետությունից Լևոն Տեր-Պետրոսյան, հետևաբար ինքն էլ էր գնում այս նույն տրամաբանությամբ։ Դրա համար չեն գնացել վերցելու։ Միթե թե փորձ արել Սերժ Սարգսյանը, նա ցանկանում էր որ սենատը կայանա, մենք իր հետ մի փոքր աշխատանք արեցինք, առաջի անգամ հանրային տարածքում ինքը հնչեցեց, որ անհրաժեշտություն կա երկրորդ պալատ ձևավորելու։ Դա իմ առաջարկությամբ էր ինքը խնդիրը ներկայացնում, դա 2013-2014 թվականներն էր, բայց հետո ինքն էլ այդ տարածքից դուրս եկավ ու տեղի չունեցավ։ Ձևավորեցին նախարարություն, պետք է ձևավորվեր սենատը, այլ ոչ թե նախարարություն։ Եթե սենատը ձևավորված լիներ, էլ չէր կարող Նիկոլ Փաշինյանը փակել սենատը, բայց ինքը կարողացավ փակի նախարարություն, որտեղ պետության կողմից էր ստեղծված։ Իսկ սենատը ընտրությունների միջոցով ձևավորվող օրգան է, որը հնարավոր չի պետության որոշումով փակել։ Հասկացա Արամ ջան, մենք դեռ սենատի հարցում մի քանի եթերներից հետո մենք շատ կոնկրետ կանդրադառնանք, թե ինչ անշան սենատ ունենալը աշխարհում մեկ։ Երկրորդը, հիմա ես ուզում եմ հասկանամ, լավ, Նիկոլ Փաշինյանին, կներեք, ես Փաշինյան չեմ կասել, դե Յան ազգանը չի կարող այս տեսակ լինի, Արամ ջան, սա իմ կարծիքն է, ես արտահայտում եմ այս եթերով։ Ուրեմն մի հատ հարց տամ, այն ինչ որ հիմա ստորագրում է, ինքը իշխանով ուժ ունի եւ իշխանով ուժ չունի, եւ մենք իշխանով կարող ենք այս փաստաթղթերը օգտագործել, ասելով, որ ինքը թուրքահպատակ ինչ-որ մի գործողություն անում։ Նայեք, բերեք խնդրին sense մոտնենք, եթե Հայաստանը լիներ 40,000 կիլոմետր, էլի այս փաստաթղթերը ուժի մեջ մցված չեն։ Եթե Հայաստանը լինի 31,000 քառակուսի կիլոմետր, էլի այս փաստաթղթերը մցված չի։ Եթե հիմա Նիկոլը ստորագրի 29,743, էլի այս փաստաթղթերը մտած չեն։ Միջազգային իրավունքով մեր տարածքները 214,000 քառակուսի կիլոմետր են։ Եթե 40,000 էլ լիներ, էլի ես այս փաստաթղթերը պետք է դնեմ շրջանառության մեջ, որտեղ մենք 214,000-ի տեր ենք, այլ ոչ թե ոչ 40, ոչ 30, ոչ էլ 29, Նիկոլի ասած։ Հիմա սա նրա համար չեմ ասում, որ Նիկոլին արդարացնեք, Նիկոլին հարկավոր է պատժել պետության ամենաբարձր պատժով նման տիպի գործարք անելու համար, որովհետև ինքը անջատեց Սփյուռքին, ասեց Սփյուռքը որոշի ձայն չունի, եւ մենք ենք որոշում, թե մեր պետությունը ինչպես պետք է լինի։ Եվ դա իր ամենաճակատագրական սխալն է, եթե ինձ հանգարց հաջողվեց ստանձնել որևէ իշխանական լծակ, սենատի ձևով կամ այլ կերպ, ես կբացեմ առաջ հանրապետության հիմնադիր փաստաթղթեր, որտեղ կա Հայաստանի Հանրապետությունը ձևավորել են Արևմտահայոց ազգային խորհուրդը եւ Արևելահայոց ազգային խորհուրդը։ Հետևաբար ինքը ժառանգորդն է այն պետության կամ ինքը ղեկավար այն պետության, որը հիմնադրել են իմ եւ քո պապերը։ Սա հիմնական խնդիրը, ուրեմն մենք հիմնադիրների ժառանգներ ենք, ես ու դու։ Հիմա հայերեն ենք խոսում, լավ, վատ, ինքը էական չի։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եւ բնակիչները եւ արտերկրներով ապրում հայերի պապերը, իրենք Հայաստանի Հանրապետության հիմնադիրներն են։ Եվ այդ իրավունքը մենք ունենք, կամ այդ իրավունքից մենք օգտվում ենք, գիտակցելով որ ունենք, կամ մոռանում ենք այդ իրավունքն, ասում ենք չկա, նման բան չի եղել։ Ես առաջինի կողմնակիցն եմ, մենք իրավունքներն ունենք եւ պարտավոր ենք այն կենսագործելու։ Համեցեք։ Արամ ջան, մենք խոսում ենք 350,000 իրավունքից։ Ինչ է այդ 350 քաղաքացու իրավունքը, որ Արևմտյան Հայաստանի ուրեմն մեր ունկնդիրներին ասեմ, ովքեր տեղյակ չեն, 1920-ից 22 թվականներին Ազգերի լիգան քննարկում էր Արևմտյան Հայաստանի փախստականներին ստատուս տալու վերաբերյալ։ Այն ժամանակ չկար փախստականների մասին կոնվենցիա, նման հասկացողություն չկար։ Եվ այն ժամանակ առաջի անգամ ՄԱԿ-ը հատուկ հանձնաժողով կազմեց, հանձնաժողովի նախագահն էր նշանակված Ֆրիդրիխ Նանսենը։ Եվ Ֆրիդրիխ Նանսենը իր անունով այդ փաստաթուղթը, որ տրվեց 320,000 հայերին, տրվել է 320,000, բայց ավելի շատ են եղել։ 320,000 հայ դարձան աշխարհի կողմից ճանաչված արևմտահայեր, ովքեր հայրենազրկվել են։
Այսինքն երեք Հայրենազրկվել են Թուրքիայից այն ջարդը, որ 15 թվին եղել է, ճիշտ եմ հասկանում։ ցեղասպանության ժամանակ, Այդ բառը շատ կարևոր է շեշտել։ ցեղասպանման ժամանակ 1914-20 թվականների ցեղասպանության ժամանակ 320,000 հայ ճանաչվել են որպես հայրենազրկված եւ փախստական հայեր, ում նկատմամբ միջազգային իրավունքը հատուկ անձնագրային համակարգ է ստեղծել, տվել այդ անձնագրերը եւ իրենք մինչեւ 1951 թվականը ապրել են այդ փաստաթղթերով եւ միայն 51 թվականին, երբ որ ճանաչվեց արդեն փախստականների կոնվենցիան, այդ մարդիկ անձնագրեր ստացան, ամեն մեկը տարբեր անձնագիր, տարբեր երկրների։ Ուրեմն մենք ունենք 350,000 հայ, ովքեր այս պետության հիմնադիրն են, որոնք ապրում են Հայաստանից դուրս եւ նրան ժառանգներ։ Կարճ միտքդ պայի այդ 350,000-ը երբ որ ստացան ինչ որ Ամերիկայի կամ Եվրոպայի կամ ինչ-ինչ երկրների քաղաքացի, փորձրեցին այդ իրավունքը, թե իրանք միշտ ժառանգն են, մնում է այդ թուղթը, կոնֆերենցիան մնում է այդ ամեն ինչը։ Այդ սրա ամբողջ գեղեցկությունը կայանում է նրանում, որ միջազգային իրավունքը ճանաչել իրենց հայրենազրկված փախստականներ։ Դրանք սերունդից սերունդ այդ իրավունքը փոխանցվում է։ Իսկ ինչի մինչև 50 թիվը չհատուցեցին կամ ինչ-որ մինչև այդ, որտեղ այնտեղ համարյա 35 տարի ապրել են այդ սերունդը, ինչ-որ փոխհատուցում կամ ինչ-որ մի բան, ինչի չտվեցին այդ ժողովրդին, որտեղ նրանք փախստական, նրանք կորցրել իրենց տները, նրանք կորցրել ամեն ինչ։ Այդ հարցերը պատասխան չունեն տրամաբանական։ Հայությունը Բայց դոկումենտը կա, ճիշտ եմ հասկանում, իրավական դոկումենտը կա։ Կարող ենք այսօր հանել, ասել սա է։ Ուրեմն մենք պետք է մի բան ասենք, որ 1920-ից 30 մինչև թվականները հայությունը դեռ հույս ուներ, որ կարողանա վերադառնալ Հայաստանի Հանրապետություն, դրսի ապրող հայերի մասին էր խոսքը։ Դրանից հետո երկրորդ этаպը 41-ից մինչև 48 թվականներ, երբ որ հայությունն արդեն ոտքի կանգնեց երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքով Արևմտյան Հայաստանը վերամիավորել Հայաստանի Հանրապետության հետ, խնդիրը բարձրացնում էր Ստալինը, Պոզդանի կոնֆերանսում խնդիրը քննարկվեց, սակայն հաղթող պետությունների մեջ Միացյալ Նահանգները անհամաձայնություն հայտնեցին, որպեսզի այդ հողերը չմիանա Խորհրդային Միությանը։ Հայտարարությունն այսպիսին էր. այն չափով, ինչ չափով կհզորանա Հայաստանը, այն չափով կհզորանա Խորհրդային Միությունը։ Իսկ մենք չենք ցանկանում Խորհրդային Միության հզորացում։ Իսկ մի բան ասեմ, այդ ճանաչումը 350,000 փախստականների ճանաչումը ով ճանաչեց, որ երկիրը ճանաչեց, քանի երկրների ճանաչում կա այդ փաստաթղթի մեջ։ Ուրեմն 1920 թվականի բոլոր պետությունները ճանաչել են այդ անձնագրերը եւ յուրաքանչյուր հայ իր ընտրությամբ այդ ժամանակվա յուրաքանչյուր պետության մեջ կարող էր գնալ եւ ապրել։ 1900 մինչև որ ձևավորվեց նոր կառույցը կամ ՄԱԿ-ը։ Լավ, Արամ ջան, մի հարց տամ, պարալել երկրորդ հարցը։ Այսօր մենք ունենք 150,000 այդ բառը ասեմ փախստական Արցախից։ Ինչու՞ նույն հարցը չեն բարձրացնում, որտեղ իրանք բոլորը չեն որ մնացին Հայաստանում եւ ինչա լինելու այս նույն 100 տարի հետո, ոնց որ թե այնտեղ միլիոնից այստեղ ճիշտ է, քանակը քիչ շատ էլ չունենք, որ եթե շատերն են սպանել, բայց 150,000 հոգի մի կոնկրետ այդ նույն խնդիրը 100 տարի, 107, 110 տարի, թե 105 տարի հետո նույնը կրկնվավ մեր հետ։ Մի հարցս, ինչա լինելու արցախցիների 150,000 հոգու, բայց ինչի՞ էս նույն հարցը չեն բարձրացնում, որտեղ այսօր մնացել են անտուն, անտեղ պետությունը հանում է 10 միլիոն դրամ փողատանը, ասում է էսա։ Արդյոք սա էլ գին է ինչի։ Խնդիրը նրանում է, որ այդ հարցը բարձրացվել է եւ բարձրացրել է համահայկական սենատը։ Մենք բարձրացրել ենք եւ այդ պաշտոնական խնդիրները ներկայացրել ենք Արցախի Հանրապետության ղեկավարությանը։ Արցախի Հանրապետության ղեկավարությունը մեր բարձրացած բոլոր հարցերը իրենք դրեցին իրենց ազգային ժողովում քննարկման, այս ինչ որ ես առաջի հանրապետության մասով ասել եմ, ներկայացրել եմ, ինձ ասել եմ, դուք գնում եք նույն ճանապարհով, որովհետեւ դուք կարողանաք ձեր որ դուք գիրքը բացես վերջի ջերում կտեսնես, դրանք բոլորը գրված դրած են։ Ուրեմն դուք
պետք է ընդունեք առաջի հանրապետության իրավահաջորդությունը, հիմա հայտարարում եք, որ դուք առաջի հանրապետության իրավահաջորդությունը ճանաչում եք եւ Ադրբեջանի հետ շարունակում եք բանակցային գործընթացը որպես առաջի հանրապետության իրավահաջորդ, որովհետեւ իրենք արցախցիները 1918-ից մինչև 21 թվական եղել են բանակցային կողմ Ադրբեջանի հանրապետության հետ։ Մտեք այդ տարածքը։ Սկզբից համաձայնվեցին, շատ ուրախացան, հետո երևի կոնսուլտացիաներ արեցին, կոնսուլտացիաների արդյունքում հրաժարվեցին այդ թեմայից։ Արամ ջան, մի հարց էլ տամ, Նախիջևանը այս փաստաթղթերի հետ կապ ունի թե չունի։ Անպայման, այդ նույն Նախիջևանը նույն կերպ կապված է Հայաստանի Հանրապետության իրավահաջորդության հետ, որտեղ Նախիջևանը եւ Արցախը Կարսը, Սուրմալուն օտարվել են Հայաստանի Հանրապետությունից 1921 թվականին։ Ոչ միայն Նախիջևանը, այլ Կարսը, Սուրմալուն, Նախիջևանը եւ Արցախը օտարվել են Հայաստանի Հանրապետությունից 1921 թվականին։ Հասկանալի է։ Շարունակի Արամ ջան, շարունակի։ Ուրեմն ցույց եմ տալիս այդ էջը գրքի մեջ։ Եթե քեզ էջը ասեմ, հիմա էջը կբացես նայես։ Դե եթե 280-րդ էջն է, չեմ կարդում, որտեղ ինքը բան ժամանակ խլի, 280-րդ էջը, որտեղ ասում է, որ Արցախի հանրապետության խնդիրների լուծումները այսպիսին են եւ շարադրում եմ, թե ինչպիսին են հնարավոր լուծումները։ Ռուբեն Վարդանյանն էր սրանից տեղյակ ամբողջովին։ դեպքիր է։ Այո։ Կներեք մի քիչ այդ թեմայից խոսանք, մինչև ես գտնեմ այդտեղը։ 280-րդ էջն է սպասանում գրքի վերջում։ Լավ, ունեմ, հատկացա։ Ուրեմն Ասեք։ 273-րդ էջում գրված Արցախի եւ Ադրբեջանի իրավահարաբերությունների իրական կարգավորման հիմքերը։ Նաեւ էտել եմ ուղարկել իրենց, թե ինչպես կարգավորել, որ ադրբեջանցիները չեն կարող խուսափել դրանից։ Ցավոք սրտի իրենք չգնացին այդ ճանապարհով։ 276-րդ էջում ներկայացրել եմ Ադրբեջանի եւ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև կնքված պայմանագիրը, պայմանագրի օրինակը, նաեւ կողքում թարգմանությունը դրել են, որ մենք Ադրբեջանի հետ արդեն այո, Ադրբեջանի հետ արդեն ունենք պայմանագիր, այո, եւ հարկավոր է ստեղից սկսել, ինչից եք դուք անհանգստանում, ինչից եք վախենում, կռվում եք հիմա 29000-ի համար, ես ձեզ առաջարկում կռվել 75000-ի համար, էլի կռիվա, բայց ես փաստաթղթերով կռվեք 75000-ի համար, այսինքն արևելյան Հայաստանի մասին կռիվը տարեք, արևմտյանը թողեք մի պահենքով, եթե չեք կարողանում, ուժ չունեք այդքան։ Փաստաթղթերը սրանք են, դրեք Ադրբեջանի առջև, ասեք, որ դուք 1919 թվականի նոյեմբերի 23-ին Թիֆլիսում ստորագրել եք փաստաթուղթ հայ-ադրբեջանական իրավական կարգավորումների համար, ու այս պայմանագիրն է հիմքը, որը որ չի կարգավորվել ոչ մի հարց։ Համեցեք։ Արամ ջան, նայ, ես ուզում եմ, որ այս թեմաները մենք շարունակական լինի, որ մարդկանցը բոլորին հասանելի եւ չհոգնածնենք։ Ուրեմն կարճ մի պահ էլ Ռուբեն Վարդանյանի մասին խոսենք եւ երևի արդեն մի 5 րոպե, հա, որ մարդիկ այս եթերից հետո շատերն ասում են, որ մեր եթերները շատ երկար են։ Մի հատ շատ կարեւոր հարց եմ ուզում տալ, իհարկե դրա հարցի պատասխանում եմ, որ մեր հայրենակիցները հիմա քեզ ճանաչելով նայելու են քո եթերները, դու խոսում ես տարբեր լեզուներով, դու խոսում ես ազերբայջաներենով, որ հասանելի լինի նրանց մարդկանց, որ հետո նի ռազումեի բան դուրս չգա, հետո ինչ չգրեն, երկու բառ դրա մասին, մեկ էլ շատ կարճ Ռուբեն Վարդանյանի մասին քո կարծիքը եւ դրանով երևի եթերը սահմանափակ ենք այսօր։ Սիրով, ուրեմն ես խոսում եմ 3 լեզվով, հայերեն, ռուսերեն, ադրբեջաներեն։ Ադրբեջաներեն խոսում եմ մեր շլավագույն լավ ընկերներից մեկի ստեղծած ծրագրով։ Նա ինքը իմ ձայնը դարձնում է ադրբեջաներեն եւ այդ ադրբեջաներեն տեքստը հնչեցնում են։ Տեքստում դնում եմ նաեւ հայերեն կամ ռուսերեն տեքստը հարակից ու դա անում եմ հատուկ, որպեսզի ադրբեջանցիները, ովքեր որ ռուսերեն չգիտեն, իրենք հասկանան, որ մենք գիտենք խնդիրները ոնց են լուծվում եւ ինչ լուծումներ են հնարավոր տալ։ Ռուսերենով
բնականաբար բոլորս է տիրապետում ենք ռուսերենին, ովքեր որ անցել են, խնդիր չունեն եւ այդ առումով երեք լեզուներով նույն աշխատանքն անում եմ, հույս ունենալով, որ ադրբեջանական տարածքի վրա որոշակի ազդեցություն գործում եմ ամեն դեպքում։ Նման հույս ունեմ։ Ռուբեն Վարդանյանի մասով Պինքը բավականին վերջի իր արած գործողությունները շատ ազգային են։ Հիմա ով ինչ կգնահատի ինքը գիտի, բայց ինձ հայտնի չի մի մարդ, որ ունենար $1 միլիարդ ու գնար նստեր ուրիշի բան։ Ուրեմն այդտեղ շատ խորը խնդիրներ կան, թեմաներ կան, որ ինքը տիրապետում է, մենք չգիտենք։ Ասում են, որ իբրև թե իրեն ստիպել են, բայց ես դրա հետ համաձայն չեմ, մարդուն չեն կարա, $1 միլիարդ մարդ աշխատած չեն կարա ստիպեն, որ գնա մի տեղ նստի փակվի, էլի, դա չի լինում։ Ազգային առումով շատ լուրջ քայլեր ինքը կատարեց, ես շատ այդ իր քայլերը ողջունել եմ, ես իր հետ 2-3 անգամ հանդիպել եմ, տեսագրությունները մեր հանդիպման կա, առցանց դրված են այդ տեսագրությունները, ես են առաջարկել եմ այլ տիպի համագործակցություն, ինքը համաձայնվել էր դրա հետ, մենք պետք է Ստեփանագերտի հրապարակում մեծ հեռուստաէկրան դնեինք, որպեսզի Սփյուռքը կարողանար այդ տեսաէկրանի վրա խոսք ասել, բայց ափսոս դա տեղի չունեցավ, տապալվեց։ Ես առողջություն եմ ցանկանում, շուտ ու փույթ վերադարձ եմ ցանկանում բոլոր ռազմագերիներին, այսօր Ռուբեն Վարդանյանը ղեկավարում է Բաքվից պայքարը, ինքն է դրոշակակիրը, մյուսներն իր հետ են, բայց դրոշակը իր ձեռքին է այսօր։ Ովքեր որ այսօր նստած են, բոլորին բարի վերադարձ եմ ցանկանում Հայաստան։ Շնորհակալություն Արամ ջան, Աստված օրհնի բոլորի սիրելի հայրենակիցներ, ինչպես որ ես խոստացել եմ, մենք փորձելու ենք եթերները այս տարբեր հարթակներով, տարբեր ձևերով կլինի հոգևոր եւ թե քաղաքական, թե իրական այսպիսի պատմություններ, որ չեն բարձրաձայնվել, շատ ափսոս, որ շատ շուտ չի բարձրաձայնվել այս տեսակ հեղինակավոր գիրք ու այս տեսակ իրականություն, որ այսօր մեր ժողովուրդը նայում է մենակ Նիկոլ Փաշովի ստորագրություն, ճանաչենք մեր ինքնությունը, ճանաչենք իրական մեր սահմանները, սա շատ կարևոր է եւ ճանաչենք մեր իրական հոգևոր դաշտը, դա էլ է շատ կարևոր, որտեղ ես միշտ ասել եմ Արամ ջան, հայը, եթե հոգևոր դաշտում չունի, իրականությունը ինքը չի կարող պատկերացնել, որտեղ կտիրի մեծ Բաբելիոն, դրա համար ես փորձում եմ համ հոգևոր դաշտը ներկայացնել, համ էլ ներկայացնել մարդկանց այդ իրականությունը, չիմացությունը ամոթ բան չէ, բայց որ չիմացությունով համ հոգևոր դաշտում մահանաց, համ մարմնով մահանաց չիմացություն, դա շատ մեծ խայտարակություն է, մանավանդ լինելով հայ, առաջի քրիստոնյա, ամենահին երկրներից մեկը, ու այսօր ուրախանանք, վերցնենք դրոշակներն, ասենք, ջան, տպել է 29,000 կիլոմետր, որ 100 տարի առաջ մենք ունեցել ենք 214,000 կամ ավելին, մեր թագավորներն ունեցել են ծովից ծով հազարավոր կիլոմետրանոց սահմաններ ու այսօր մենք ուզում ենք հարմարվենք ունենալով 10 միլիոնից ավել սփյուռք, դա մի քիչ աբսուրդային է, Արամ ջան։ Դրա համար այս հաղորդումները շատ կարևոր են, ես նորից ասում եմ, ես բլոգեր չեմ, ես կայանալու կարիք չունեմ, ես սա անում եմ հայ լինելով, ես հասկանում եմ, թե իր այս ամեն ինչի բարդությունը, թե այս ամեն ինչի անհանգստությունը, բայց հայ լինելով ես չեմ կարող իմանալ իրականությունը, լինել մի բան իմ ձեռքում, որ ես լռեմ, թե հոգևոր դաշտում, թե մեր իրականության դաշտում, դրա համար ես հայ լինելով բարձրաձայնում եմ եւ ես կուզեմ, որ շատ երկրներից բարձրաձայնեք այս ամեն ինչը, որ մեր 10 միլիոն հայրենակիցները ուղղակի լսեն, իմանան եւ աղոթենք մեր Տիրոջը, որ մենք միավորվենք եւ միաձայն պահանջատերը լինենք այս ամենի։ Աստված օրհնի ձեզ Արամ ջան, քեզանից շատ շնորհակալ եմ աղբերս, մենք կհանդիպենք շուտով նորից եթերում։ Շատ շնորհակալ եմ Արամ ջան, եթե բան ունես ասելու, եզրափակենք։ Ես էլ եմ շնորհակալ, Աստված օգնական յուրաքանչյուր հայի, թող յուրաքանչյուր հայ իմանա, որ առանց Աստծո միջամտության ինքը քայլ չի կարող անել։ Առաջ Աստված, հաջողություն։ Ամեն, հաջողություն ձեզ։